դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում այդ վարամթերք այդ հայոյախառն փողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին, եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ վարամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց նայել, թե վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Չեմ նշել հենց։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին ուրեմն չեք նշել։ Իսկ մինչև այդ ինչ-որ դոմփելու միջև դոմփելուց էր խոսում, ես կաթողիկոսին չեմ անդրադարձել։ Լսեք նոր լավ։ Վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում եմ այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքը այն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ներողություն կներեք, եթերային չի, բայց ներողություն եմ խնդրում, բոլորը տեսնում են։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել պոռնկաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Այդ ամեն ինչը երկի ղեկավարին հարիր բառապար չէ, այլ բարգոներ փոխանցել։ Ես ձեզ մի sense բան ասեմ, Ժողովուրդ ջան։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը Ժողովուրդ ջան, վարչապետը Ժողովուրդ ջան, Սեն Մեմերի շարքից է լինելու վարչապետը Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում Ժողովուրդ ջան։ Մենք իրենց անբարո գործողությունների մոմ վառելուն ենք ասում, հələ բիզնեսը մի կողմ։ Ես հերթով այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում են, որ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, խնդրում եմ հերթով։ Ժողովուրդ ջան, հարց է ուղղվում երկրի ղեկավարը, որը ըստ էության նա հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։